Բարի առավոտ, ամեն ինչ կարգին է դասարանում, շատ լավ, նստեք, բարի։ Այսօր մեզ մոտ հայոց լեզվի դաս է, թեման նոր չէ ձեզ համար, նորություն չէ, երրորդ դասարանում դուք այն բավականին լավ յուրացրել եք, այսօր ուղղակի վերհիշելու ենք, այսպես ասած կրկնելու ենք եւ անցնենք առաջ։ Բայց թե ինչ թեմայի շուրջ ենք խոսելու, ես ձեզ չեմ ասի, փոխարենը ես ձեզ կբաժանեմ քարթեր, նկար քարթերի օգնությամբ դուք կգտնեք բառերը, այնուհետև կխմբավորեք ընդհանրություն ունեցող բառերը եւ կկռահեք, ինչ թեմայի շուրջ ենք մենք խոսելու եւ կսկսենք քննարկել թեման։ Հասկացաք առաջադրանքը։ Նկատի ունեցեք, որ շատ քիչ ժամանակ ունեք, ընդամենը 20-25 վայրկյան աշխատում եք, արագ կենտրոնացած։ Խնդրեմ, ձեր նկար քարթերը առաջին խումբ, երկրորդ խումբ ձերը, երրորդ խումբ, Վիկտոր, վերցրու, երեխաներ, ժամանակը սպառվեց։ Բարդ բառեր, մեն ջրաներկը և խոշորացույցը, ատամսավորնեն, գնդակը և սրբիչը։ Եթե ինձ մեկ անգամ էլ հնարավորություն ընձեռվեր երբևէ մասնագիտություն ընտրելու, ես դարձյալ առանց վարանելու կընտրեի մանկավարժի մասնագիտությունը։ Մանկավարժությունը ըստ իս սոսկ մասնագիտություն չէ, այն արվեստ է և ի վերուստ է տրվում մարդուն։ Յուրաքանչյուր օր տնից դպրոց ձգվող ճանապարհին ես իմի եմ բերում իմ անելիքները դասարանում, իսկ տունդարձի ճանապարհը արդեն իմ վարած դասերի քննարկումների լուռ վկան է դառնում։ Դասի որ փուլներ ստացված, հաջողված, որ մասում կային թերություններ եւ ինչ պիտի անել այդ թերությունները վերացնելու համար։ 21-րդ դարում կյանքը շատ արագ է փոխվում։ Յուրաքանչյուր նվաճում ու հայտնագործություն պահանջում է նորովի մոտեցում, նոր, առավել կոնկրետ, հստակ, արդյունավետ մեթոդների կիրառում, ինչը կմոտիվացնի աշակերտին, դասապրոցեսը կդարձնի ավելի հետաքրքիր եւ կնպաստի կրթության որակի բարձրացմանը։ Ես խորը ըմբռնումով եմ մոտենում իմ մասնագիտությանը։ Չէ որ կրթությունը երկրի կորիզն է, իսկ կրթության առանցքում կանգնած է ուսուցիչը իր շատ կարևոր երկու գործառույթով՝ ուսուցում եւ դաստիարակություն։ Գաղտնիք չէ որ միայն կայուն խորը գիտելիքների եւ ճիշտ առողջ դաստիարակության արդյունքում է ձևավորվում վաղվա այն քաղաքացին, ով պիտի ապահովի հզոր պետություն, բարգավաճ երկիր, բարեկեցիկ կյանք։ Տարական դասարանների իմ ուսուցչուհին եղել է ընկեր Գայանեն։ Ես այժմ սովորում եմ 12-րդ դասարանում։ Գլորվում են տարիները եւ ընկեր Գայանեին աշակերտացաները երբեք չեմ մոռանում նրա ինքնատիպ դասերը, ծով համբերությունը եւ որ ամենակարևորն է սրտացավ ու հոգատար վերաբերմունքը յուրաքանչյուր աշակերտի հանդեպ։ Համոզված եմ, որ հենց դա է պատճառը, որ ծնողները ձգտում են, որպեսզի իրենց երեխաները սովորեն ընկեր Գայանեի դասարանում եւ իմ սիրելի ուսուցչուհին ունենում է մեծ թվով աշակերտներ։ Նա շատ արագ կարողանում է գրավել աշակերտներին, սիրել տալ դպրոցը գիրքը։ Նա իր գործի վարպետն է եւ երանի այն փոքրիկներին, ովքեր աշակերտելու են նրան։ Նա մեծ հեղինակություն է վայելում ամբողջ շրջանում։